Սերներ փառք մեր Աստծուն։ Մենք այդ Աստծուն փառք ենք ասում ոչ թե հենց այնպես ուղղակի որպես շուրթերի խոսք, այլ մեր սրտի խորքից նրան որպես մեր Տեր, մեր Փրկիչ, մեր Հայր ընդունած լինելով։ Այո, նա մեր Հայրն է։ Իսկ հոր աչքերը միշտ իր որդիների վրա են։ Փառք Տիրոջ սրա համար։ Այսօր ես ուզում եմ խոսքից առաջ մի վիճակի մասին խոսել, նախքան կոնկրետ քարոզին 7-ին անցնելը, մեզանից ամեն մեկը որոշ բաների համար, որ ետ է նայում, ասում է, եթե այս խելքին ելնեի, այս բանը չէի անի, այս բանը չէի աս։ Սա նշանակում է փոշմանել, ափսոսալ։ Եվ չկա մարդ, որ իր կյանքում նման իրավիճակներ հանկարծ եղած չլինեն։ Շատ ավելի ցավալի է, երբ որ մարդը արդար է իր գործում, այսինքն մեղք չունի, բայց դատապարտվել է օրինակի համար 20 տարով։ Այս մարդը բանտում նստել է եւ 20 տարի ինքը դատվել է իր չարացի համար։ Երևի կհիշեք, որ Ստալինյան ռեպրեսիայի տարիներին ինչքան անմեղ մարդիկ են նաեւ զոհվել։ Ինչքան էլ հիվանդոտ եւ այլն զարամյալ հասակում, երբ որ արդեն Ստալինը չկար, ռեաբիլիտացիոն մի հատ process սկսվեց, նրանց հանդեպ ում որ սխալ են դատել։ Վետ են վերադառնում մարդիկ, բայց մի ամբողջ կյանք անցել իրենցից։ Այո, սեներ, մարդը շատ հաճախ ափսոսում է անցած տարիների համար։ Նրանք, ովքեր որ միայն հիշում են լավ օրերը, երանի են տալիս նախորդ անցած տարիներին, իրենց ներկա վիճակը համարում են բավականին ծանր, անցանկալի։ Ես կարծում եմ, որ այդ վիճակների մեջ անգամ մարդը հնարավորություն ու շանս ունի, որ իր կյանքը նախորդից շատ ավելի լավը դարձնի։ Ամեն։ Միայն այստեղ հավատքի խնդիր կա, երբ մարդն արդեն այդ նեղության մեջ Աստծուն է դարձել, վերարժեքավորում է ու հասկանում է ինչով էր ինքը ուրախանում, ինչն է ինքը երանի տալիս, չէ՞ նախորդ կյանքից։ Եվ իր կյանքը նոր իմաստ ստանալով արդեն աշխարհի մարդու պես չի ասում, որ երեք լավ էր, քան որ այսօր։ Մենք ասում ենք ոնց։ Այսօր լավ է, վաղն ավելի լավ է լինելու։ Ամեն։ Որովհետև մենք ապավինում ենք մեր Աստծուն, մենք իրավունք չունենք վաղվա օրվա մասին մտածելու, որ ինչ որ մի բան այնպես չի լինելու մեր կյանքում, որովհետև մեր կյանքը այլևս Աստծո ձեռքերի մեջ է, փառք Իրան։ Դրա համար մենք ապագայով էլ պիտի, հույսով էլ պիտի միշտ ուրախ լինենք, սեներ։ Բայց այնուամենայնիվ, եկեք մի հատ մյուս հարցին էլ մոտենանք։ Մարդիկ, որոնց սիրտը կրծում է մի հատ մորմոք, իրանք զրպարտել են այդ մարդուն, որ նստել է 20 տարի։ Հասկանում եք, զրպարտել են կեղծ լուրերով, ես չգիտեմ, կեղծ հոդվածներով այդ մարդուն դատել են։ Բայց հիմա այս մարդը ինքը իր ներսում չի գտնում արդարացում։ Ես այդպիսի մարդկանց հանդիպել եմ, գիտեք, որոնք պարզ խոստովանել են իրենց կյանքում, թե ինչքան մեծ վնաս են հասցրել մարդկանց, իհարկե ծերության մեջ, մահվան անկողնում, մարդիկ վկայել են, թե ինչ անօրություն են գործել որոշների նկատմամբ։ Սակայն եղել են նաև մարդիկ, որոնք ասել են, դարներ այդպիսին, ինձանից պահանջել են, և որևէ զղջում չեն ունեցել իրանց մեջ։ Ինձ ասել են վերևից, ես էլ արել եմ։ Հասկանում եք։ Երբ որ մենք այս երկու վիճակները քննում ենք, մենք մի դեպքում ցավ ենք ապրում այն դատապարտվածի համար, որ անմեղ էր, բայց մյուս դեպքում էլ մենք նայում ենք, որ մեր շուրջն էլ այսօր քիչ չեն այդպիսի մարդիկ, որոնք պատրաստ են
Քրիստոսին նորից խաչը հանելու։ Մեր շուրջը նորից մարդիկ ունենք, մեր շրջապատող, որոնք ցանկացած վարքյանի պատրաստ են չարիք գործելու մեր դեմ եւ ցանկացածի դեմ։ Այո, այդպես է թե չէ։ Եվ այսօր մենք սեներ երբեք ու երբեք մեր մտքով անգամ չենք կարող անցկացնել այդպիսի խորհուրդներ, դե գիտեք ինչ կա, հասարակությունը ոնց ասում է պետք է բավարարենք նրա պահանջներին։ Բոլոր դարաշրջաններում գաղափարները, գաղափարախոսությունները եկել փոխվել են հասարակության մեջ, ճիշտ է։ Հիմա մենք որպես անհատներ, որպես հավատացյալներ, որ Սուրբ Գիրքն ասում է, որ մեր քաղաքացիությունը երկնքում է, բայց քանի որ այս երկրի վրա ենք, մենք պետք է արթուն լինենք եւ ուշադիր լինենք, որ մեր ընկալումները, մեր համոզմունքները, մեր հասկացողությունները երբեք պայմանավորված չպետք է լինեն համայնքային, աշխարհային, երկրային, չգիտեմ, ինչ որ շարժառիթներով, որ տարբեր հասարակություններ ու խմբեր իրենց մեջ ընդունել են։ Մենք խիստ պիտի տարբերվենք իրենցից։ Դրա մասին ես շատ եմ խոսել, հիշեցնեմ ընդամենը քարոզների մի քանի վերնագրեր, անհատը եւ հասարակությունը, քրիստոնյան, անհատականությունը, անձը, սրանց մասին շատ եմ խոսել։ Խոսել եմ նաեւ սկզբունքայնության մասին, որ մարդը պետք է սկզբունքային լինի, քրիստոնյան չի կարող սկզբունքային չլինել։ Խոսել եմ նաեւ մարդու շնչի ու մտքի մասին, ընտրության մասին, կողմնորոշվելու մասին եւ նմանատիպ շատ հարցերի մասին խոսել ենք ինչպիսին պիտի լինի հավատացյալը։ Եվ քանի որ մեր նպատակը ու ձգտումը դա է մեկ շունչ, մեկ հոգի, մեկ միտք ունենալ Քրիստոսում, այդպես է թե չէ, Փառք Հիսուսին։ Հետևաբար կրկին այսօր նորից ես պետք է անդրադառնամ իսկապես մարդու մտքին եւ ես այստեղ ձևակերպել եմ մի քանի բաներ, ուզում եմ կրկին ու կրկին մեր ուշադրությունը հրավիրել հենց այս խնդիրներին, թե ինչ վիճակում է գտնվում մեր անհատականությունն ու մեր միտքը, որովհետև ժամանակ առ ժամանակ կարիք է լինում այս անգամ մեկ ուրիշ տեսանկյունից մոտենալ խնդրին։ Եվ այսպիսով, ինչպես ասացի, շատ ենք խոսել մարդու շնչի մասին, ներկայացրել այս բառով կազմված բառակապակցություններ։ Սուրբ Գրքից, ինչպես օրինակ, հիվանդամիտ, պակասամիտ, երկմիտ եւ այսպես շարունակ։ Սրանց մասին նորից չեմ խոսելու, պարզապես ուզում եմ հիշեցնել սկզբում։ Մենք այսօր առողջ միտք կամ ողջամիտ բառերի վրա էլ պետք է կանգ առնենք, թե պետք է ասեմ, որ սրա մասին էլի քիչ չեմ խոսել, եւ պիտի կենտրոնանանք հիմնականում այս խնդրի վրա։ Մեզ հաջողվում է իրոք կյանքում մեր միտքը պահել այնպիսի վիճակում, որ երբեք քիչ առաջվա բացասական երևույթների մասին, որ խոսեցինք, մտքի հետ կապված չլինի մեզանում։ Եկեք մարդկանց դասակարգենք խմբերի մեջ եւ հերթով ուսումնասիրենք նրանց։ Վստահ եմ, որ այդ անելով եւ ուսումնասիրելով մեր շուրջը եղած մարդկանց մեկ անգամ եւս ավելի լավ կզանազանենք, կտարբերենք, կհասկանանք եւ մեր անձը պահպանելու համար, ինչպես Սուրբ Գիրքն ասում է, Տերը որ ասեց վերջին օրերում աշխարհում նեղություն կունենանք եւ այլն, բայց միաժամանակ մեկ համարել ենք կարդում, որ գրված է իսկ մարդկանցից զգուշացեք։ Չէ՞, մարդկանցից զգուշացեք։ Եվ այսպես որոնք են այդ խմբերը, որոնց ուսումնասիրելու այդ խմբերի մեջ մարդկանց վարքագծերը ուսումնասիրելու ընթացքում մենք դասեր քաղենք այսօր։ Առաջին, մարդիկ, որոնց համար ամենակարևորը իրենց միտքը, գաղափարը եւ կարծիքն է։ Մարդիկ կան, որոնք հետևում են այն ամենին, ինչ որ իրանց մտքով անցնում, ինչ գաղափարի իրանք են հետևում,
եւ ինչ կարծիքի վրա են իրենք հաստատված։ Նրանք ոչ մեկի հետ հաշվի չեն նստում, իրենց գլխում տեղի ունեցող բաները քննության ենթարկելու եւ անհրաժեշտ բաներ քաղելու եւ փոխվելու։ Իրենք այդպիսի մղում չունեն։ Երկրորդ խմբի մարդիկ հոգեվոր կյանքի մեջ մենք շատ ենք հանդիպել այսպիսիներին։ Նրանք չունեն սեփական միտք, թեպետ հավատացյալ էլ կարող են լինել։ Գաղափար, կարծիք եւ կամ համոզմունքներ։ Այսպիսի մարդիկ արագ փոխում են իրենց նախկինում ունեցած միտքը, գաղափարը, կարծիքը եւ համոզմունքները, որոնք նույնիսկ իրենցն էլ չի եղել։ Անընդհատ դրանք փոխվում են իրենց մեջ։ Եվ այսպես հարատև փոփոխական են եւ ինչպես Սուրբ Գիրքն է ասում, տարբեր ամեն քամիներից շարժվող, ճոճվողներ են։ Երրորդ խմբի մեջ մարդիկ, ովքեր սկզբունքայնորեն շահի ետևից են ընկած։ Հանուն իրենց կենսաձևի եւ մակարդակի բարելավման համաձայն են գնալ ամեն ինչի։ Եվ դու հնարավոր է այդպիսիներին չճանաչես քո շուրջը։ Սրանք նույնիսկ համաձայն են ստրկամիտ էլ լինել եւ ծառայել իրենց տերերին։ Եվ միայն այն բանի համար, որ նրանցից օգուտներ ունեն։ Մի առիթով ես ասել եմ, ստրուկին ազատել ստրկատիրոջից այդքան էլ լավ բան չի։ Որովհետև եթե այդ ստրուկը հարմարվել է ստրկատիրոջ ձեռքի տակ ապրելուն, նա նորից ստրկատեր է փնտրելու։ Դրա համար հաճախ Տերը ասում է թող տվեք իրանց։ Մենք շատ հաճախ ուզում ենք մի ոլորտ մտնել, որը անօգուտ ոլորտ է։ Բարի բան ենք ուզում մարդկանց, բայց պարզվում է, որ նույնիսկ կարող է հակադարձվել դա։ Իմ կյանքում, ձեր կյանքում էլ դուք շատ անգամներ տեսած կլինեք, որ ձեր բարիքի դիմաց ճիշտ հակառակով եք դուք պատասխանվել։ Վերջապես անդրադառնանք 4-րդ խմբին, վերջը լավ բանի մասին էլ խոսենք։ Ուրեմն մեկ մտքի վրա, մեկ համոզմունքի վրա հաստատամիտ, ողջամիտ մարդկանց տեսակներ գոյություն ունեն, որի հիմքում ընկած է Աստվածաշունչը եւ Սուրբ Հոգին։ Իրենց կյանքի հիմքում սրանք են։ Այս տեսակը մարդկանցի տարբերություն վերոնշյալ իրենց կյանքի իմաստը ուրիշ բաների մեջ փնտրելուց, Աստծո միտքը, կամքը, գիտությունը ունեցող մարդիկ են սրանք։ Տեսեք, ես չասեցի հավատացյալներ, որոնք հաստատամիտ են իրենց համոզմունքների վրա, ես անպայման դա ասոցացնում եմ ինչի հետ, որ նրանք ունեն Աստծո միտքը, կամքը, գիտությունը։ Այս երեքի վրա ուշադրություն դարձրեք։ Ինքը Պողոս առաքյալը Կորինթացիս թղթում ասում է, բայց մենք Աստծո միտքը ունենք։ Շարունակության մեջ մեզ պարտադրված է, պահանջված է Աստծո կամքը իմանալ։ Գիտենք Աստծո կամքը թե ոչ, փառք Տիրոջ։ Ավելին, նաև Աստծո գիտությունը։ Հիմա, եթե մեկը իսկապես այս երեք բաները պրակտիկորեն իր կյանքում ունի, մենք այս կատեգորիայի մեջ ենք ուզում գտնվել, այս մարդկանց շրջապատում ենք ուզում լինել։ Եվ երբ այսպիսի մարդիկ հասել են այսպիսի հոգևոր մակարդակի, բնականաբար արդյունքը ինչ է եղել, Սուրբ Հոգու հետ, կենդանի Աստծո հետ հաղորդակցությունը իրենց։ Որովհետև առանց այդ հաղորդակցության մնացածը հնարավոր է մարդը ինքը մտածի թե ունի։ Բայց ապացույց է պետք եւ այդ ապացույցը Սուրբ Հոգին է։ Իսկ Սուրբ Հոգին ինչ է անում մարդու կյանքում։ Հանդարտության է տանում եւ տանում է դեպի խոստմունքներ։ Այն ամեն ինչ, որ Աստված խոստացել է, քո կյանքում քայլ առ քայլ իրականություն է դարձնում։ Եկեք հիմա մենք Աստծո խոսքի շրջանակներում ուսումնասիրենք այս խմբերը եւ համարներով հերթականությամբ անցնենք հասկանալու համար,
որ հենց այնպես չէ, որ մենք այս խմբերը դասակարգեցինք։ Երեմիա մարգարեության 11-րդ գլուխ պիտի գնանք եւ առաջին կատեգորիայի մարդկանց մասին լսենք։ Մենք ասացինք դրանք այն մարդիկ են, որոնք ամուր հաստատված են իրենց հասկացողության, գիտության, մտքի վրա, որևէ այլ կարծիք բացի իրենց կարծիքը իրենց չի հետաքրքրում, իրենք դրա մեջ են հաստատված։ Երեմիա 11:6-ից 14-րդ խոսքերը լսենք։ Եվ Տերն ասեց ինձ. կանչիր այս բոլոր խոսքերը Հուդայի քաղաքներումը եւ Երուսաղեմի փողոցներում ասելով. լսեցեք այս ուխտի խոսքերը եւ արեք նրանց, որովհետեւ ես ձեր հայրերին պարզապես խրատեցի այն օրից, որ նրանց հանեցի Եգիպտոսի երկրիցը մինչեւ այսօր։ Կանուխ վեր էի կենում ու խրատում եւ ասում. լսեցեք իմ ձայնին, բայց նրանք չլսեցին եւ ականջ չդրին։ Եվ ամեն մեկը գնաց իր չար սրտի կամակորությունով։ Եվ ես բերի նրանց վրա այս ուխտի բոլոր խոսքերը, որ պատվիրել էի որ անեն, բայց չարին, եւ Տերը այսպիսով Իսրայել ժողովրդի դատավճիրն է կայացնում։ Եվ Տերն ասեց ինձ. դավաճանություն է գտնվում Հուդայի մարդկանցում եւ Երուսաղեմի բնակիչներում։ Նրանք ետ դառան դեպի իրանց առաջի հայրերի անօրենությունները, որ մերժեցին լսել իմ խոսքերը, եւ նրանք գնացին ուրիշ աստվածների ետևից, որ նրանց ծառայեն։ Իսրայելի տունը եւ Հուդայի տունը քանդեցին իմ ուխտը, որ արել էի նրանց հայրերի հետ։ Մենք այս մարգարեության մեջ լսում ենք հստակ, որ Տերը խոսում է, որ իր հոգատարությամբ շարունակում է ապստամբված հայրերի որդիներին անգամ խրատել եւ ասում է լսեք ինձ։ Բայց արդյունքը մենք տեսնում ենք ինչ է գրված, հայրերը չեն խրատվել, որդիներն էլ մի բանի պիտանի չեն։ Վասն որը Տերն այսպես է ասում, ահա ես նրանց վրա չարիք եմ բերելու, որից նրանք չեն կարողանալ դուրս գալ, եւ կկանչեն դեպի ինձ, բայց ես նրանց չեմ լսի։ Եվ Հուդայի քաղաքները եւ Երուսաղեմի բնակիչները կգնան եւ կկանչեն այն աստվածներին, որոնց իրանք խունկ էին ծխում, բայց նրանք բնավ չեն օգնել նրանց իրանց նեղության ժամանակին, որովհետեւ քո քաղաքների չափ եղան քո աստվածները, ով Հուդա, եւ Երուսաղեմի փողոցների չափ սեղաններ եք շինել ամոթի համար, սեղաններ, որ բահաղին խունկ ծխելու համար։ Եվ հիմա ուշադիր, բայց դու մի աղոթիր այս ժողովրդի համար եւ նրանց համար աղաղակ ու աղաչանք մի բարձրացնիր, որովհետեւ ես չեմ լսելու նրանց դեպի ինձ կանչած ժամանակը նրանց չարիքի համար։ Ո սիրելիներ, ինչքան մեծ ողբերգություն ասա։ Երեմիային ասում է մի աղոթիր իրանց համար։ Ինչի չաղոթի, որովհետև Աստված մարդու աղոթքը, մարգարեի աղոթքը լսում է, ընդունում է։ Ասում է, որ դու աղոթում ես, ես չեմ կարողանում այդ չարիքը կատարեմ իրանց, բայց դա պիտի անեմ ես, դրա համար մի աղոթիր։ Բայց կա այստեղ երկրորդ հարց։ Հիմա լավ ամբարիշտը ուզում է դարձի կանչի Աստծուն, այդ նույն ամբարիշտը, որ ժամանակին չի լսել։ Եվ Տերն ասում է, ինձ կկանչի, բայց ես չեմ լսելու իրան։ Սա շատ պարադոքսալ մի բան է։ Աստծո խոսքն ասում է, որ ամեն Տիրոջը անունը կանչողը պիտի փրկվի, Տերը ուզում է, որ իրան կանչեն, որ մարդիկ փրկվեն։ Բայց հանկարծ գալիս է մի պահ, որ մարդը ինքը իր ժամանակին ուզում է արդեն կանչի, Տերն ասում է, չեմ լսում քեզ։ Չեմ ներելու քեզ։ Այ քեզ բան։ Մարդը այսօր երկրի վրա հավատացյալների գերակշռող մասն եմ ասում։ Մտածում են էլի, որ կարող են ապրել ոնց ապրում են, Աստված մեկա ներող է։ Վերջի պահին էլի կսրբի, կմաքրի, կտանի։ Այս մոլորությունը 50-ականների մեջ հաստատված է շատ ամուր։ Սիրելիս, Աստված քեզ տվել է ժամանակ։ Ցավոք դու այդ քո ժամանակը չգիտես։ Եվ Տերը ուզում է, որ քեզ չասի այդ ժամանակի մասին, որ դու քո կյանքը միշտ
երկյուղով իր առջև անցկացնես, որ դու սուրբ լինես։ Բայց եթե Սուրբ Գիրքն ասում է շատ անգամ հանդիմանված մարդը մի օր կկոտրվի եւ բժշկություն չի գտնի։ Կկոտրվի, չի գրված կմեռնի։ Բայց Տերը իրան չի բժշկի։ Մեզ ամեն մեկից տրված է ժամանակ։ Եվ Հռոմեացիս թղթում կարդում ենք Աստծո քաղցրությունը նրա երկայնամտությունը դու արհամարում ես։ Չգիտես, որ Աստծո քաղցրությունը քեզ ապաշխարության է տանում, բայց դու քո անզիղ սրտով բարկություն ես գիտում քո վրա։ Այս ամենը Տերը առաջի խմբում գտնվող մարդկանց է ասում, ովքեր համառոր են իրանց մտքի, իրանց կարծիքի, իրանց զգացմունքի, իրանց հասկացածի վրա են ամուր հենք դրել։ Դրա համար Սուրբ Գիրքն ասում է կան ճանապարհներ, որ մարդու համար կյանքի ճանապարհներ են, բայց վերջը մահվան են տանում։ Կա ճանապարհ, որ մարդու համար ուղիղ է համարվում, բայց դրա վերջը մահ։ 32-րդ գլխի 33-րդ խոսքը լսենք Երեմիա մարգարեության. Եվ դեպին ինձ քամակ դարձրին եւ ոչ թե երես, թեպետ ես սովորեցնում էի նրանց կանուխ վեր կենալով եւ սովորեցնելով, բայց նրանք չէին լսում խրատ առնելու համար։ Տերը ասում է, որ մարդիկ ինչքան էին ամբարտավանացել, որ Տերը մենք լսում ենք, որ ամեն առավոտ կանուխ, որ ասում է, չէ՞ Տերը, այդ մարգարեին առավոտ ծեքին հանում էր եւ ասում գնա հրապարակում կանգնի եւ սկսի խոսել։ Դա իրանով էր անում, չէ՞ հաճախ։ Բայց ասում է նրանք ինչ էին անում։ Իրենց ետևն էին դարձնում Աստծուն։ Հիշում եք Իսրայելի քահանաները ծածուկում ինչով էին զբաղված։ Ասում է քամակները դարձրել էին իսկապես դեպի Տիրոջ եւ ճիշտ հակառակ ուղղությամբ պաշտում էին իրենց կուռքերը։ Նեհեմիա մարգարեության մեջ 9-րդ գլխի 29-րդ խոսքն ենք լսում։ Նեհեմիան իր աղոթների մեջ շատ անգամ է հիշում նախնիների մեղքերը, շատ լավ գիտակցելով, որ իր ժամանակակիցներն էլ հեռու չեն դրանցից, եւ դու նրանց վկայեցիր, որ նրանց դարձնես դեպի քո օրենքը, բայց նրանք ամբարտավանացան եւ չլսեցին քո պատվերներին եւ քո իրավունքների դեմ մեղանչեցին, որոնց կատարող մարդը նրանցով կապրի եւ իրանց ուսերը անհնազանդեցրին եւ իրանց վիզը խստացրին եւ չլսեցին։ Պատկերացնում եք։ Հիմա իրանց նման մեկն արտաքինով չեն էլ փայլում մարգարեները։ Կանգնում խոսում են Տիրոջ անունից, բայց ասում են չենք լսում քեզ, հələ քարկոցում սպանում էին եւ Տերը ինչ ասեց. «Օ Երուսաղեմ, Երուսաղեմ, մարգարեները կոտորող»։ Չեն լսում։ Նույնպես ես ուզում եմ երկու համար նորից կլսենք, որովհետեւ շատ եմ կարևորել այսօր իսկապես թե մարդը իրական չտալով Աստծո խոսքին կամ թեկուզ հավատացյալ լինի, ինչպիսի վերաբերմունք ունի Աստծո ասացի նկատմամբ։ Եթե իր կյանքի նպատակը այդ խոսքերը լսելուց հետո խոնարհվելը չի, շտկվելը չի, ապա հերու չի իր դատավճիռն էլ այս նույն մարդկանցից, ավելին այս անգամ այս հավատացյալը որպես իր անունը խայտարակող մեկը պիտի դատվի Տիրոջ առաջ։ Երեմիա 7:24-ում կարդում ենք. բայց նրանք չլսեցին ականջ չդրին եւ վարվեցան իրանց խորհուրդներովը, իրանց չար սրտի կամակորությունովը եւ ետ գնացին եւ ոչ առաջ։ Չլսեցին ականջ չդրին, վարվեցան իրանց խորհուրդներովը։ Ուրեմն սրանք են այն մարդիկ, ովքեր իրանց եսի շուրջը պտտված, իրանց եսը իրանց Աստված դարձրած ապրում են միայն ու միայն իրենց հասկացողություններով, երբեք փոխվել չեն ուզում եւ մտածում են, որ հենց այն, որ իրանք են անում, հենց այն, որ իրանք են հասկացել, հենց դա է ճիշտը եւ դրանում պիտի մնան։ Մեկ համարել ընթերցենք եւ այս առաջի խմբի մասին ավարտենք ցեներ։ Ովսե մարգարեություն 9:17
նրանց մերժելու է իմ Աստվածը, որովհետև նրան չլսեցին և թափառողներ պիտի լինեն ազգերի մեջ։ Հասկանալի է, չէ՞։ Սուրբ Գիրքն ասում է, որ հպարտ մարդը անհանգիստ է իր բոլոր ճանապարհներում, տեղը չի գտնում։ Երկրորդ խմբի մարդիկ, որոնց մասին ասեցին քամուց քշվածներ, ինչքան գիտեմ, այդ ձևի ստեղծագործություն կա, չէ՞, Նելիքի գրականության մեջ, քամուց քշվածներ։ Քամին սրանց եկեղեցիներով պտտել է տալիս։ Այսպիսի հավատացյալների մասին ենք խոսում արդեն։ Եվ այս անձիկ ուղղակիորեն մի կար ժամանակով միտեղ են գտնվում, անգամ հնարավոր է խանդավառվեն, ներկայացնեն, ես շատ հաճախ նրանք, ովքեր մեզ են ուզում հարել, ասում եմ, բավական լավ պիտի մտածես։ Նույնիսկ 50-ականներից մեկի հետ խոսում էի, ասա ոչ թե ընդունեք որպես ինքնագովազդ կամ էլ ասենք մեծամտություն, ես ասում էի 7 մսաղացով պիտի անցնեք, որպեսզի կարողանաք հասկանալ, թե ինչ բան է աշակերտ լինելը եւ ինչ գին պետք է մարդ վճարի աշակերտ լինելու համար։ Դրա մասին էլ մենք խոսենք։ Սա իհարկե այն չի, որ Կամո եղբայրը բացառիկ է ես խնդրում։ Փավլիցի եւ ոչ էլ դուք, որ ընտրել եք Քրիստոսի հետևից գնալ միջև վերջ որպես աշակերտ։ Աստծուն սիրող ամեն մի անհատ սրանք շատ լավ է հասկանում։ Գիտեք, արտադրանքներ կան օրիգինալ եւ պատենտ, չէ՞։ Միշտ օրիգինալը մեծ արժեք ունի, թանկ է, չէ՞։ Եվ դրա համար մարդիկ մեծ գին են վճարում։ Ճիշտ է, որ օրիգինալը ունենա։ Հիմա մեզ համար մատչելի է դարձել այդ օրիգինալը, փարտիրոջը սրա համար։ Եվ մենք գիտենք, թե ինչ գին արժե դա։ Ինձ Տերը երբ որ ասեց 3 անգամ, գնահատում ես իմ արյունը։ Ես հասկացա, որ չեմ հասկանում իրեն։ Քրիստոսի արյունը գնահատել, դա պիտի քո կյանքի իմաստը դառնա, որ դու միջև վերջ գոնե ինչ որ չափով երկրի վրա հասկանաս դա ինչ է նշանակում։ Այսպիսով մարդիկ սակայն բավարարվում են հակառակորդի կողմից սարքած պատենտներով, կրկնօրինակներով, կեղծիքներով, հաճախ էլ իրենք են սարքում։ Իրենք են սարքում։ Հուդայի թղթի մեջ 12-րդ խոսքում կարդում ենք. Սրանք գայթակղության ժայռեր են ձեր սերի խնջույքներումը, որ աներկյուղ միասին ուտել խմելիս իրանց անձերն են արածեցնում։ Անջուր ամպեր են քամիներից տատանված, պտղակորույս, անպտուղ ծառեր, 2 անգամ մեռած արմատախիլ եղած։ Ծով ու կատաղած ալիքներ, որ իրանց եւ այլն, այստեղ շարունակում է, բայց իմ ուշադրությունը հատկապես սրա վրա է, որ եթե մարդիկ որևէ վնասել չեն տալիս, պարզապես եկեղեցին որպես Քրիստոսի մարմին իրենք չեն որոշել, չեն ընկալել, իրենք մտածում են, դե ամեն տեղ էլ Քրիստոս է քարոզում, էլ ինչ կա որ, ես կարամ այստեղ էլ լինել, այնտեղ էլ լինել, այնտեղ էլ լինել, եւ կան վարդապետություններ, որ իրանց թույլ են տալիս հենց այդպես էլ ապրել։ Շատ եկեղեցիներում նույնիսկ կան, նույնիսկ քաջալերում են նման վերաբերմունքը։ Հա, եղբայր ջան, հա, քույրիկ ջան, կարող ես ցանկացած տեղում էլ լինել, գնա, որտեղ ուզում ես գնա, որտեղ քեզ հաճելի է այդտեղ երկրպագի Աստծուն։ Բոլորն էլ մեր եղբայրներն են, բոլորն էլ մեր քույրերն են։ Ուրեմն սեներ, այսպիսի մարդիկ, որոնք շրջում են անընդհատ եւ քամիներից տարված են, նրանց համար կարևոր է հասարակական կարծիքը։ Նրանց համար կարևոր է այն խումբը, որտեղ հայտնվում են, այն հոյիվը, որը իրան ազատության է տանում։ Այդպես կարծեցյալ ազատության։ Բայց հիմա ես մի բան էլ պիտի ասեմ։ Եթե անհատն ինքն է իրեն այդպես համոզել, որ կարող է լինել քրիստոնյա եւ լինել ամենատարբեր պաշտամունքներում եւ այլն, դա դեռ մի բան է։ Բայց երբ հասարակական կարծիք է ձևավորվում, ուշադրություն դարձրեք։ Եկեղեցին էլ մի հատ հասարակություն է, չէ՞։ Երբ որ դուք լսում եք, որ ամբողջ այդ ժողովրդի համար մեկ ընդհանուր հանրային կարծիք է ձևավորվում, իսկ հիմնականում ինչ կարծիք է ձևավորվում, երբ որ մարդը ինքը Աստծո հետ հաղորդ չի, բնականաբար ինքը հարմարվում է այն միջավայրերին, որտեղ կա։ Առաջինը իրանց եկեղեցին լավն է, երկրորդ իրանց հոյիվի նման հոյիվ չկա։
Եվ այս աշխատանքը այդ եկեղեցում տարվում է եւ մարդիկ է իրենք հանրային կարծիքով են առաջնորդվում։ Դուք հիշում եք թագավորը, որ հրավիրեց Իսրայելի թագավորը Հուդայի թագավորին հրավիրեց, ասեց Ռամով գաղաղ գնանք, մերնա եւ այլն։ Ասեց մի հատ Տիրոջը հարցնենք։ Ուրեմն Հուդայի թագավորը ուզում էր Տիրոջից ստանալ պատասխան, գնան թե չգնան։ Սա էլ ասեց իմանանք։ Կանչեց իր 400 այդ մարգարեներին, միաբերան ասեցին, գնա պետք է հաղթես։ Այս թագավորն ինչի էր մոլորված եւ երկնքում Տերն ասում էր, ով կմոլորեցնի թագավորին։ Մի ոգի ասեց, ես ամենքի բերանին սուտ ոգի կլինեմ։ Եվ ոչ միայն այդ հոգիներն էին մոլորված, որ այդ ոգու ազդեցության տակ էին։ Թագավորին ասեցին կգնաս, թագավորն ասում ոնց 400 հոգի ուրեմն կարող է սուտեն խոսում։ Հասկանալի է։ Ոնց կարող է 400 հոգին Տիրոջ անունից սուտ խոսեն։ Բայց ասես էլ ուրիշ մարգարե չկա այստեղ։ Այս թագավորը Հուդայի բավականին ազնիվ էր Տիրոջ առաջ։ Ասես մեկն էլ կա, իմ համար լավ բաներ չի խոսում։ Ասես թագավորը տենց չասի, մի հատ կանչեք իրան էլ։ Կանչեցին, սկզբից իրան սրտի համաձայն խոսեց, հետո թագավորը հասկացավ, որ այս մարդը միշտ ինքը չագուճ է եղել իր գլխին։ Այս ոնց եղավ, որ այսօր լավ խոսեց, ասեց Աստծով երդում եմ տալիս, որ դու ճիշտը խոսես։ Շատ հետաքրքիր է, չէ՞ այս թագավորը։ Հասկացան, որ ինչ որ բան են չի։ Եվ այս մարդը ինքը խոսեց, որովհետև Տերը ծուռի հետ։ Ծուռա, ուղիղի հետ ուղիղա։ Եթե դու ծուռ ես, եթե դու փառավորվել ես ուզում, քո եկեղեցին քեզ կփառավորի։ Միանշանակ։ Եվ նոր ինքն ասեց Իսրայելը ես տեսա առանց հովի ոչխարներ։ Հասկանալի ասյաներ։ Բայց հովիվ ունեին, հովիվը իրաց թագավորն էր։ Բանն են չի, որ դուք ոնց եք ընկալում ձեր խմբում, ձեր եկեղեցիներում։ Բանն են թե ինչ ասում Տերը։ Սա խիստ կարևոր ասել։ Այն մենք քիչ առաջ լսեցինք եղբոր վկայությունը միանշանակ եւ նաեւ քրոջ աղոթքը ոնց չընդունենք այս ամենը Տիրոջ սուրբ գործը մեկը փորձության մեջ մյուսին Տերն արթնացնում աղոթել տալիս իր համար։ Սա է Տիրոջ գործը սերներ։ Հարց Տիրոջ սրա։ Եվ ուրեմն սերներ, երբ որ մենք անդրադառնում ենք Աստծո խոսքին, միանշանակորեն մենք Աստծո խոսքի մեջ տեսնում ենք, որ հանրությանը կառավարող ուժեր կան, եւ այդ կառավարող ուժերը հասարակական կարծիք են առաջինը ստեղծում։ Այ հիմա մենք մոտենում ենք 26 թվականին ընտրություններին, չէ՞։ Մարդիկ իրենց ընտրազանգվածներին ինչ պիտի անեն։ Պիտի կառավարեն, պիտի հասարակական կարծիք ստեղծեն իրենց օպոնենտի, այսինքն նրա դեմ, ով որ հակառակորդ է, եւ գնալու է ուժեղ պայքար։ Ով ավելի շատ կբամբասի նրանից, ով ավելի շատ կչարախոսի նրանից, նրան էլ ավելի շատ ձայներ պիտի տան։ Հավակնությունները տարբեր են, բայց այդ համոզմունքներին գնալը եւ դրան հասնելը հենց այնպես չի լինում, չէ՞։ Այդ մարդիկ մի շահ պիտի ունենան, թե չէ։ Հոսինուն աչքերի համար չեն ընտրելու։ Եվ այստեղ մեջտեղը գալիս արդեն ինչ է։ Մեր ազգի ողբերգությունը ընտրակաշարքներ։ Սա հին բան է։ Երկրի վրա մարդիկ միշտ էլ ձգտել են, ինչի են ձգտել։ Հանրային կարծիքով հանրության մեջ իրենց գաղափարներն ու ծրագրերը իրականացնելու։ Մատթեոս 28-րդ գլխի 12-րդ խոսքը լսենք։ Սա մի ցայտուն օրինակներից է, ես կկարդամ նաև զգուշանալ հանրային կարծիքից։ Ուրեմն այստեղ մենք լսում ենք, թե իսկապես ինչպես էին հрьяաները առաջնորդվում եւ առաջնորդում ժողովրդին։ Մի անգամից այս համարը կկարդամ, նոր կանցնեմ մյուսներին։ Եվ նրանք ծերերի հետ հավաքված խորհուրդ արին եւ շատ փող տվին զինվորներին, շատ փող տվին։ Եվ ասեցին. ասեցեք, թե նրա աշակերտները գիշերը եկան գողացան նրան, երբ որ մենք քնած էինք։ Տեսեք, հանրային կարծիք ձևավորելու համար
Ինչ տեղի ունեցավ։ Մարդիկ փող տվեցին զինվորներին, որ ասեն աշակերտներն եկել են գողացել տարել։ Հանրային կարծիք։ Բայց մինչ այդ ուշադրություն դարձրեք, թե միջև Տեր Հիսուս Քրիստոսի խաչելությունը ինչ աշխատանք են տարել քահանայապետներն ու իշխանները։ 23-րդ գլխի 18-րդ խոսքը լսենք։ Իսկ նրանք բոլոր բազմությամբ աղաղակում էին եւ ասում. «Վեր առ դրան եւ արձակիր մեզ համար Բարաբային»։ Վեր առ դրան։ Կային որ չէին ուզում, չէ՞, բայց նրանց ձայնը խլացավ։ Նրանց ձայնը զորանում էր։ Ինչի՞ զորանում։ Աղաղակում էր բազմությունը։ Լավ, ինչի համար եք ասում վեր առ դրան։ Վատ բան արել ձեզ։ Նրանց մեջ այդ հաց ուտողներն էլ կլինեին, գիտես, բժշկվածներ էլ գուցեև լինեին։ Կամ ուզեին քահանապետները, ասեն, գիտես, մի հատ ասենք հեքիմ ա եղել, հա, մի հատ շնորհք ա եղել, ինչ գիտես, ոնց ա, ինչ ա եւ այլն։ Բայց այդ մարդն իրան Աստված ա համարում, Աստծո որդի համարում, մենք ինքը հայոյում ա, պետք է խաչենք եւ մի հատ ռամիկ էս լսելու ա, սուրբ գիք չգիտի, խաչը հանեք դրան։ Այսօր ինչքան մարդ կա, երբ որ ամբողջները հավաքվում են, ասում են ինչի էս հավաքվում, չգիտեք ինչի համար ենք հավաքվում։ Բայց պետք է գոռա։ Հիշում եմ եղբայրներից մեկը 90-ականներին շատ ցուրտ ու մութ տարիներ էր, ապրուստը դժվար էր։ Մի օր հարցրեցի, ասի, բա ո՞նց եք ապրում, ինչ ես, հա։ Թե ասում ախպեր ջան, ինչ ասեմ, բեռներ ենք իջեցնում վերևի հարկերից ներքև, դաշնամուր բանման, ալում ա որ մեռել ենք իջեցնում 9-րդ հարկից, դրա համար ենք վճարվում։ Ալում ա որ տանում են դատարանի մոտ, այս ինչին ազատություն ու փող են խոստանում, մենք է գնում գոռում ենք, հավատացյալ։ Պատկերացնում եք։ Հիմա մարդիկ տարբեր ճանապարհներով իրենց հարցերը լուծում են։ Եվ այդպիսի քահանայապետներն ու իշխանավորները շատ լավ գիտեն, որ մարդիկ կարիքի մեջ են եւ նրանց պատրաստ է առաջարկում են որոշ բաներ իրենց հեռու գնացող նպատակների համար։ 21-րդ խոսքը նույն գլխի հետեւյալն է ասում. Նրանք աղաղակում են եւ ասում խաչիր, խաչիր դրան։ Չեն հանգստանում։ 23-րդ խոսքում, երբ որ Պիլատոսն ասեց, լավ, ինչ եք ուզում այս մարդուց։ Ինքը որևէ հանցանք չի գործել մահվան եւ այլն, բայց նրանք բարձր ձայնով ստիպում էին եւ խնդրում էին, որ նա խաչվի, եւ նրանց եւ քահանայապետների աղաղակը զորանում էր։ Իսկ քահանայապետները, իշխանավորները գոռում էին, տոն էին տալիս, սրանք էլ էին գոռում։ Ինչի՞ փող են առնում, չէ՞։ Հիմա այս մարդիկ իրանց հեշտ չի հետաքրքրում, ում են խաչում, ինչ են խաչում։ Իրանց հետաքրքրում է, որ հիմա իրանք փող ունեն եւ կարան իրանք գոռան, այդ գոռալը իրանց համար օգուտ է, մի քանի օր ապրելու է։ Եվ սրա հիմքում ընկած է հասարակական կարծիքը, որ մարդիկ հեշտությամբ տրվում են այն անձանց, ովքեր հասարակության կարծիք են ձևավորում։ Ես քիչ հետո կանդրադառնամ եկեղեցիներին։ Մենք ուշադրություն կդարձնենք, որ նման բան այսօր տեղի է ունենում նաև եկեղեցիներում, ժողովուրդ ջան։ Մարկոս 15-11-ում կարդում ենք. Բայց քահանայապետներն ամբողջին գրգռեցին, որ ավելի Բարաբային արձակեն նրանց համար։ Որ ավելի Բարաբային արձակեն, գրգռեցին, այսինքն ինչ որ իմաստով նույնիսկ սաստեցին էլ։ Ստիպեցին, չէ՞ ինչպես կարդացին քիչ առաջ։ Հիմա մենք ասացինք, որ ինչքան մարդիկ կան, այնպես է նրանց շարժառիթները, նրանց սկզբունքները քամու պես տատանվում են, ասում են, չէ, այդպիսի խոսք, ով որ փողը տալիս է, երաժշտությունն էլ ինքնա, չէ՞ պատվի։ Հիմա կարևոր չէ թե ում ձեռքից են այս մարդիկ վերցնում իրենց հարցերը լուծում եւ այլն։ Կարևորը այն է, որ իրենք սահմաններ չունեն եւ քամուպես քշված են, որ կողմը ուզեն այդ մարդկանց կարող են ուղղել։ 25-րդ գլխի Մատթեոս ավետարանի 25-ի 29, որովհետև ամեն ով որ ունի նրան կտրվի եւ կավելանա, բայց նա որ չունի նրանից այն ունեցածն էլ վեր կառնվի։
Եվ այն անպիտան ծառային հանեցեք դրսի խավարը, այնտեղ կլինի լացը եւ ատամների կրճտելը։ Այս համարը գիտեք ինձ ինչով հետաքրքրեց։ Այն որ մեկն առել էր ինքը, տարել թաքցրել էր, դրա արժեքը չհասկանալով, չհանրայնացնելով, ինքը բա ինչով էր զբաղված։ Մի բանով զբաղված պիտի լիներ, ճիշտ է։ Եվ այստեղ ծածուկում մենք հասկանում ենք ուրիշ մի բան։ Նախ այդ արժեքը լավ չհասկանալով, Տիրոջը լավ չճանաչելով, թեպետ ինքը հավատացյալ է։ Այս անձնավորությունը մութ ու խավար գործերի մեջ է, որտեղ իրան չար անվանեց, հենց այնպես չար չանվանեց։ Բայց ինքը ծպտված կերպով լուռ ու մունջ կարող էր լինել այն անհատը, որ իսկապես օրինակ վերցնելու հավատացյալ կարող էր համարվել։ Ուրեմն հանրային կարծիքի ձևավորումը մենք ասացինք, որ նաև տեղի ունենում այսօր եկեղեցիներում, շատ եկեղեցիներում։ Դուք երևի շատ անգամներ եք լսել։ Մենք կարդում ենք, թե ինչպես են անհատները կարողանում հետագայում դավադրաբար անցնել իշխանության գլուխ։ Օրինակ, Աբի Սողոմի կյանք։ Կանգնում էր դրանքով, ժողովուրդը մոտերում էին, ձեռքը համբուրում էին իրան։ Ինքը լսում, եթե ես թագավորը լինեի, գիտես քո բանը լավ կլուծեի եւ այլն, եւ գրված է Աբի Սողոմը ժողովրդի սիրտը գողացավ։ Հանրային կարծիք ձևավորողները իրենց մասին ժողովրդի սիրտը գողացողներ են։ Հասկանում եք։ Նույնիսկ եմ կրկնում, հանրային կարծիք ձևավորելը ոչ թե գաղափարի մասին, այլ իր անձի համար։ Ժողովրդի սիրտը գողացողներ են։ Արդյունքը մենք հիշում ենք ինչ եղավ։ Եվ գնալով Աբի Սողոմը զորացավ, իսկ Դավիթը մնաց ընդամենը 600 հոգով։ Պատկերացնում եք, չէ՞։ Եվ հիմա ժողովուրդն ասում է, չէ, Աբի Սողոմի հետևից պիտի գնանք, ինչի մասին է խոսքը, ամբողջ ժողովուրդն ուրեմն հետևել է իրան։ Այ Դավիթ, քեզ արժանի է, դու մեղավոր մարդ ես։ Կարող էին տարբեր մեղքերի համար Դավիթին մեղադրել, ճիշտ է։ Նույնը կատարվեց երկրորդ որդու կողմից, Ադոնյան։ Ասում է ցուլեր, բաներ մորթեցին, կերան, խմեցին, կեցե Ադոնյան, ասեցին ընդամենը մի ժամ թագավոր զգաց իրան ու փառավորվեց, հետո փոխվեց ամեն բան։ Բայց այս մարդիկ միայնակ չէին, նրանք թիմ ունեին, որոնք հանրության հետ աշխատում էին։ Այս քարոզը պատրաստելուց առաջ ես աղոթել եմ, ասել եմ Տեր, այս միջև այս պահ ինչ որ լսեցիք լավ արիք, եթե շարունակությունը չպետք է ասեմ, ինձ արգելի։ Որովհետև շատ ծանր ու դժվար բաներ պիտի հիմա քիչ հետո ասեմ։ Սրա մասին չեն խոսում, բայց սրանք կարող եմ ասել անհրաժեշտություն են։ Բամբասանք։ Անհավատներն այդքան չեն բամբասում, ինչքան հավատացյալներ։ Հավատացյալների մեջ կա երկու տեսակ, որ խառնում են բամբասանքը իրավական պահանջներից։ Կա մարդ, որ սրտի ցավով խոսում է անառողջ վիճակների մասին, սյաներ։ Աստված գիտե այդ սրտին։ Բամբասանքը սա է, որ դու երբ որ մեկի մասին, երրորդ անձի մասին մեկի դեմ խոսում ես, նրա չարիքն ես ուզում։ Հասկանում եք ես ինչ եմ ասում։ Բայց երբ որ դու իրավիճակ ես նկարագրում, որը ցավալի է, բայց քո սրտում կա լաց ու ողբետ անձի համար, սա ես չեմ կարող անվանել բամբասանք, սյաներ։ Են մի հատ հայկական մուլտ կա, չէ, սատանակա քաղաքում, որը ականջների միջ, մեկը մի բան ասում, միջև պտտում է, որ ասում է լուն ինչ են շինում, ուխտ են շինում։ Ես խոսքի սկզբում հիշեցրեցի, թե ինչքան անմեղ մարդիկ են դատապարտվել, սյաներ։ Բա լսել ես, բա գիտես, ու սկսվում է, գծի թելը բացվում է, ու կեղծ ու սուտ լուրեր ինչքան ասես։ Ձեր հասցեին լսել եք հեշտ բաներ։ Ես ուղղակի ասում եմ բաներ, որոնք ուղղակիորեն, որոնցով, այսպես ասած, շատ ենք անցել, եւ ես հիմա մի քանի օրինակներ պիտի բերեմ, սրանք ինչի համար եմ ես ասելու, որը նորից եմ կրկնում։ Նպատակը սա չի, որ ես Սուրբ գրքի շրջանակները օգտագործեմ, Աստծո խոսքը, ինչ որ իմ անձը ռեաբիլիտացնելու դրա անհրաժեշտությունը չունեմ, ոչ էլ այսօրվա դրությամբ
ես կանգնած ձեր առաջ ինչ որ մի խնդիր ունեմ, որը կոչկելու եւ այլն հարց ունեմ։ Ոչ, մենք պարզերեսով Տիրոջ առաջ ենք, մեր խշմտանքը մաքուր։ Հանրային լինելու որևէ անհրաժեշտություն ես չեմ ունեցել նախկինում էլ հիմա էլ։ Բայց քանի որ որոշները հետաքրքրված են, հատկապես մեր ունկնդիրները, մեր ալիքի հետևորդներից շատերը, որոնք հետաքրքրվում են մեզանով, ես այս երկրորդ մասում ուզում եմ մի փոքր բաներ ասել։ Իհարկե, մեր կյանքում շատ զավեշտական բաներ էլ եղել են սեներ։ Սկսած աշխարհի բամբասանքներից, մեր հասցեին սուտ լուրեր տարածելուց, գիտեք, հավատացյալների հասցեին ինչ ասես ասում էին։ Մենք տնային ժողովներ էինք անում։ Այդ տնային ժողովներում հաճախ լինում էր, որ բարձր էր երգը լինում, դե 50-60 բավական թվով մարդիկ էին բնակարանի պայմաններում, իսկապես խնդիր էր։ Եվ մի անգամ այնպես ստացվեց, որ ինձ հրավիրեցին քաղաքապետարան, բողոք էր գնացել շենքից, թե մեր ահանգիստը խանգարող կա։ Ես գնացի քաղաքապետարան, Կարինե Պապյան։ Հիմա արդեն կոմունիստ չի, այդպես ասած թուրն աչուձախ չի կտրում, մի շատ ձառամյալ անձնավորություն է դարել, ասում եմ գոնե լսի ապաշխարի։ Հիմա ես կանչել են, ես ասում եմ ինչի համար է կանչել։ Բայց ձեր համար բողոք է եղել, ասեց, անախ ասեց ձեր անունը ինչ է, ասեցի Կամոյա, ասեց ինչի են քաղաքում ձեր մասին միշտ խոսում։ Ասում եմ ինչ են խոսում։ Դուք ժողովրդին խելքահան եք անում, դուք հավաքել եք, դուք աղանդեք, սկսեց այդպես տարապտեղալը, մեկ էլ ասեց, այսինչ շենքի բնակիչները բողոք են գրել, ցուցակը ցույց տվեց, դեմս դրեց, ու այդ պահին այնպես էին դասավորել, որ այդ շենքից մի բնակիչ դուրը բացում, ներս ամտում ու գորգորում ավրես։ Սարքել էին։ Մեր հանգիստը ես մեկ սկսեց այնպես իշխանությունների հասցեին խոսեց, եսիմ ինչեր ասեց բան եւ այլն։ Ես մոտեցա ասեցի դուք ով եք։ Ասեց ես շիզոֆրենիկ եմ ու հանեց իր ուդաստավերենին ցույց տվեց։ Կարգ ունեմ ես։ Ուրեմն շիզոֆրենիկներ էին մեր դեմ ուղղել։ Ես էլ ասեցի, ես էլ ունեմ գրքույկ, հանեցի իմ գրքույկն էլ ես ցույց տվեցի, այն ժամանակ երկրորդ կարգի հաշմանդամի Աֆղանստան ծառայ։ Այս բանը նայես մտածեցի, ես գիշերին ով է հավաքել ես։ Հետո նորից ես մարդուն հանեցին դուրս, ես իրան հրավիրեցի դուրս, ասեցի դուք պետական հիմնարկում եք գտնվում, շուռ եկա ասեց ինչի են ձեր մասին այսքան, ասեցի դե չգիտեմ, երևի մի այիպ էլ ես ունեմ, որ իմ մասին խոսում են, բայց ես ավետարան եմ քարոզում եւ հետո ասեցի այդ ցուցակը տվեք ինձ, այս շենքը բնակարան առ բնակարան մտնելու եմ, տեսնեմ քալիսին են ստիպել, ինչքան փող են տվել։ Այնտենց էլ ասեցի։ Ինձ հաջողվեց այնուամենայնիվ ցուցակը ձեռքս ունենալ ու այդ տներով անցնել։ Ժողովուրդը խոստովանեցի, որ իրանց ստիպել են ստորագրել։ Մենք հետո ժողովը իրավունք ունեինք մինչև ժամը 11-ն անգամ, օրենքը թույլ էր տալիս, մեր ժողովները շարունակեցինք, բայց այս անձնավորությունը մուտքում կանգնել էր, երբ որ մի անգամ ժողովի էի գնացել, տեսա ժողովրդի կեսը վերևն են, կեսն էլ այն 48 շենքի ուսումնարանի մոտ կանգնած էին, ասեցի ինչի չես թողնում ներս գնանք, բայց չեմ թողելու, սենց կանգնած է, ես էլ գիրքը թևես տակ, մի հատ եղբայր ես կողքիրս նեց ինքը իրան ոնց որ բանի այն դուխով ոնց որ ուզեց առաջնա, բայց չափալախ տվեց եւ գցեց այն կողմ։ Ասեցի դեմից ես գնային կողմ, ես հրամայեցի իսկապես, ինքը գնաց մի կողմ, ես բարձացա վերև։ Բարձացա վերև։ Հա? Հիմա ի՞նչն է խնդիրը, ժողովուրդ ջան։ Հա, հիմա այս անձնավորություններն էին ուղարկվում մեր դեմ այն ժամանակ։ Բայց սրանով չի բավարարվել իշխանությունը, մեր հասցեին, որ այնտեղ ասվում էր եւ այլն։ Մի ուրիշ պատմություն էլ ձեզ ուզեցի ներկայացնեմ, որ թե ինչքան չարություն կար հավատացյալների նկատմամբ այդ օրերին, եւ մենք վկայություններ ունենք ուղղակի, ճիշտ է զավեշտալի է, բայց դրանք պատմություններ են, որ անցել են արդեն։ Հիմա այդ մարդիկ ինչին էին տրվել։ Իրանց հասարակության մեջ ունեցած, մեր նկատմամբ ունեցած կարծիքին։ Ճիշտ է թե չէ։ Իրանք աշխատում էին մեր դեմ եւ եկուս միսօրն ինչ պետք է ասեին, մեզ ասում էին մենք էլ տենց ենք վարում։ Եկավ ժամանակ, որ ես մեքենա առնելու հնարավորություն ունեի եւ անպայման ուզեցի, որպեսզի նույն մեքենան առնեմ, ինչ որ մեր եկեղեցու առաջնորդը եպիսկոպոսն էր, Մոսկվիչ էր, հիշում եք։
Այդ նույն գույնի մեքենա առա։ Հիմա մի օր փողոցում քայլելով գնում եմ, մեկ էլ հետևիցս մեկը ասում է. Սա այդ աղանդավորների շեֆն է։ Այն մեկն է անունն է տալիս եպիսկոպոսի, ասում է չէ, ինքը պրոստը աշխատում է իր մոտ։ Իսկ իր մեքենան BMW-ի մոտոր ունի։ Սեներ, սրանք չէի կարա ասեմ, եթե եղբայրականում չբացվեր այս հարցը։ Ինչ կանչեցին եղբայրները մի քանի ժամանակ անցնելուց հետո եղբայրականում հիմա ես դատվում եմ ինչի համար։ Անհավատներն ասում են, ուշադրություն դարձրեք, որ Կամոն պայքարում է Աբովյանի եկեղեցու առաջնորդը լինելու։ Դու պայքարում ես մեր դեմ, եղբայր, դու եկեղեցուն մնացել ես, որ եկեղեցին քեզանով անես։ Անհավատներն ասում են։ Մարդը եթե Աստծո հետ հաղորդակցություն չունի, ստեղծում է հասարակական կարծիք։ Եվ այնտեղ նստած եղբայրները լսում են իրեն։ Դուք հասկանում եք, չէ՞ ինչ է կատարվել։ Ցավոք սրտի, եթե ինչքան բարձր է մարդու կարգավիճակը եկեղեցում լինի, թե ընդհանրապես հասարակության մեջ նրա խոսքը հալածյուղի պես են ընդունում։ Եթե դա հնչում է ուրիշի հասցեն, մանավանդ։ Սրանք ասում եմ ինչի համար վերջերս մի քույրիկ մեր տուն եկել, ասում էր, այ կամո եղբայր, ինչ ասում ես, ճիշտ ես ասում, բայց ինչի են քեզ ասում դու շեղված ես։ Իրան հետաքրքրում է ինչի են ասում, որ շեղված ես։ Էդի ավելի կարևոր, քան ինձ հետ հաղորդակցությունը։ Ի վերջո սիրելիներ, այս ամեն պատմությունները, որոնք հիմա անցյալ են համարվում, իհարկե շատ բաներ են էլի եղել, բայց ես ուզում եմ ընդհանրապես սա հիշեցնել, որ եկեղեցին ինքնանմաշ չի, իր ներսում հասարակական կարծիքներ, եկեղեցում կարծիքներ ձևավորել։ Մի անգամ մի հատ եղբոր խանութ էի գնացել, հիմա տեսեք, մի հատ նրբությունը պիտի ասեմ, այդ ժողովուրդը իսկապես ինչքան իմ համար շատ ցավալի վիճակում այսօր հայտնված։ Առանց քննության ինչ լսում են, մի անգամից տրվում է։ Վերջ այդ եղբոր խանութում աղոտ կարեցինք, դուրս եկանք, անցավ մի կարճ ժամանակ իմ մասին լուր տարածվեց։ Կամո եղբայրը, որ աղոթեց, այդ եղբոր խանութը փակվեց։ Հիմա այդ եղբայրն անօրենություն է գործել, հարկայինից եկել են իրան փակել են այդ խանութը։ Կամո եղբայրը մեղավոր էր, որ աղոթել է։ Նույն ձևով չեմ կարողանում 50-ականների հիվանդներին այցելել։ Կամո եղբայրը աղոթեց մեռավ։ Հասկանում եք շուտ։ Սրանք հիմա մեր համար իսկապես լսում ենք, չէ՞, բայց այդ ժողովուրդը այսօր հանրային կարծիք ունի իր մեջ ձևավորած։ Ես սա ամենայն թեթև բաներն ասեցի։ Հիմա սիրելիներ ժամանակները փոխվել են, բայց կյանքը նույնն է։ Եվ ես չէի ուզի, որպեսզի շարունակաբար այդ ժողովուրդը գերի լիներ սրա նրա ասածին, որով ինքն ապրում է։ Չենք լսել այդ բաները։ Ինչպես։ Ասում եմ, մենք չենք լսել այդ բաները։ Մարդիրոջ։ Հիմա այդ չի խնդիրը։ Խնդիրը ուրիշ է, որ ես ուզում եմ, որպեսզի մեր այսօր լսարանը, ովքեր որ մեզ լսում են, մի հատ ուշադիր լինեն իրենց եկեղեցիներում։ Այն ինչ որ քարոզվում է, այն ինչ որ ներկայացվում է, իրենք ստուգում են ամեն բան, թե հալածյուղի պես այդպես ընդունում են, եւ սկզբում ինչ որ ես նշեցի, այն մեկ միտքը, որ Քրիստոսինն է, Աստծո միտքը ունենալը դրա ետևից չեն ընկած, որ 4-րդ խմբի մասին մենք պետք է խոսենք դեռ։ Այն լավագույն խմբի մասին։ Դրա համար եկեք մի հատ էլ աղոթքով գանք, խնդրենք Տիրոջը, որ Տերը մեզ հասկացնի իսկապես ինչ է նշանակում անհատ քրիստոնյայի Աստծո միտքը ունենալը։ Աղոթենք։ Այս հատվածում շատ չեմ զբաղեցնի ձեր միտքը, սիրելիներ, բայց ուզում եմ անպայման լսենք նաև Սուրբ գրքից այն հորդորները, հատկապես Պողոս առաքյալը, որ իր ամեն թղթերում միաբանության կոչ անում Սուրբ Հոգով։ Հիշում եմ, չէ՞, միշտ էլ Տերը Պողոսի շուրթերով խոսում է այս ամենի մասին։ Եվ ինչ եք կարծում, երբ որ Պողոս առաքյալը եկեղեցու մասին եւ միաբանության մասին խոսում է, նա այդ միաբանությունը հասկանում է միայն ինչ որ տեղական համայնքի միաբանություն, թե աշխարհագրորեն տարբեր տեղերում, որտեղ ինքը եկեղեցիները հաստատել,
դրանց միջև էլ միաբանության ջատագով այնք, հա? Այդպես է թե չէ, իհարկե այդպես է։ Նույն վարդապետություն, նույն ուսմունք, նույն մտահոգություն եւ Պողոսի ձեռագիրը միանշանակ երևում է։ Նրա սիրտը բոլորի հետ է։ Եվ տարածությունը հերվում լինողները իր համար հերու չեն։ Երբ նրանք մեկտեղ են հավաքվում, Պողոսն ասում է իմ հոգին էլ ձեր հետ երբ որ հավաքվեք։ Հիշում եք այդ խոսքերը։ Եվ այնտեղ նույնիսկ սատանային մատնելու խնդիրը ինքը բարձրացնում, չէ՞, եթե հիշում եք։ Այսօր փառք ենք տալիս մեր եղբայր քույրերի համար, որոնք տարածությամբ մեզանից շատ հեռու են։ Եվ նրանք, ովքեր որ տարված են եկեղեցու թվականակով որոշել չափորոշիչը իրենց եկեղեցու թվականակն ա Տիրոջ գործի եւ իրենց մեգա եկեղեցներով են պարծենում։ Մեր պարծանքը դա չի, եկեղեցին չի, որովհետեւ եկեղեցին չի մեզ վերստին ծնունդ տվել։ Մեզ վերստին ծնունդ տվել է Քրիստոսը։ Սուրբ Հոգով Աստված իր խոսքով մեզ վերստին ծնունդ ա շնորհել։ Եկեղեցին Քրիստոսի մարմինն է, վերստին ծնվածների տունն է։ Այդպես է, չէ՞ Աստծո խոսքը մեզ ներկայացնում։ Հետևաբար չնեսեմացնելով եկեղեցու դերը, մենք եկեղեցապաշտներ չենք։ Մենք Քրիստոս ենք երկրպագում, որի այդ եկեղեցու գլուխը Քրիստոսն ինքն է։ Հետևաբար մենք Քրիստոսին ենք երկրպագում եւ ոչ թե եկեղեցին։ Սակայն մենք ուրախ ենք մեր եղբայր քույրերի համար, որ աշխարհագրորեն մեզանից շատ հեռու են եւ նույն եկեղեցու անդամներն են, նույն հաղորդությունն են ընդունում, մեկ սիրտ, մեկ շունչ, մեկ հոգի են մեր հետ։ Իմիջիալոց ասեմ, շատ անգամներ հնարավոր է քո կողքի անձնավորությունը, որին դու շատ ես վստահել, իսկապես քեզ դավաճանի, բայց հերվում լինողը շատ ավելի սրտամոտ լինի քեզ։ Մենք առակած գրքից բարեկամների վերաբերյալ շատ համարներ ենք լսում։ Ուզում եմ մի քանի համարներ այնուամենայնիվ լսենք։ Առակած 27:6-ը լսենք։ Անկեղծ են բարեկամի տված վերքերը, բայց առատ են ատողի համբույրները։ Նա որ ինքը ատելություն ունի, հաճախ իր ատելությունը ծածկում է ինչով? Համբույրներով։ Բայց Աստծո հոգին ունեցող անձը սրանք կզանազանի։ Առակաց 17:17-ը այսպես է ասում մեզ. Ամեն ժամանակ սիրող է բարեկամը եւ եղբայրը նեղ օրվան համար է ծնված։ Սեներ, տեղական համայնքի եղբայր քույրերը միմյանց հետ մեծ սիրով կապված եւ այլն այս բաների մեջ են, իրար հասնում են փառտիրոցությամբ շատ հրաշալի է։ Հերվում լինողները միաժամանակ նույնպես մենք երբ ուշադրություն ենք դարձնում կրկին եմ ասում Պողոս առաքյալի խոսքերին, ապա մենք տեսնում ենք որ բացառիկ անձ է այս անձը։ Այն առումով որ շատ զգայուն է Իրանից շատ հազարավոր գուցե կիլոմետրեր հեռու լինող եղբայրների եւ քույրերի հանդեպ։ Երբ որ նամակի մեջ մենք կարդում ենք Հռոմեացիս թուղթը որ կարդում ենք որ Հռոմում չի եղել վերջի գլուխը բարևներ որ տալիս է ինչպես է նկարագրում եւ այլն Անկյուղասի Պրիսկիղայի եւ այն մասին ինքը այդ աշխարհագրությունը չի կարող սահմանափակել Պողոսին հասկանում եք ինքն ապրում էր բոլոր այդ եկեղեցիներով եւ ինչ է ասում բոլոր եկեղեցիների հոգսը ին վրա է դիսվում այդ եկեղեցիները բայց ունեն չէ հոյներ բայց տեսեք ինքն ինչ միտք է արտահայտում Սա վեր մարդկային զգացողություն է։ Սա չի կարող ինչ-որ մի մարդկային ինչ-որ ծագում ունենալ այսպիսի զգացողությունը։ Կապված մեր այսօրվա այդպես պահպանողական կաղապարված քրիստոնյաների ընկալումների առումով, որոնք եկեղեցի միայն հասկանում են իրենց տարածքի եկեղեցին։ Ուզում եմ, որպեսզի մենք սրանից էլ ձերբազատվենք։ Օրինակ Պողոս առաքյալը բանտից երբ որ նամակներ էր գրում։ Այսօրվա մեյլերը չեն համակարգչով։ Հիմա ով է շատ անգամ թղթով նամակ գրում։ Մի անգամից կոճակը սեղմում ես նամակը հասնում է տեղ, ճիշտ է։
Գիտությունը զարգացել է, ես համացանց չեմ գովազդում, որևէ ձևով ինտերնետը չէ որ գովազդում եմ, բայց գիտության այս տեխնիկայի միջոցները այսօր հնարավորություն են ընձեռել ավելի մեր խոսքը տարածելու։ Իհարկե համացանցը սպանում է մարդուն, բայց այն ժամանակ էլ էր գիրը սպանում։ Չէ՞ գրված։ Գիրը սպանում։ Հիմա այս Պողոս Առաքյալը եթե իր ձեռքի տակ ունենար պլանշետ եւ այլն, ինքը կարող էր հաղորդակցվել։ Թե կմերժեր դա։ Կարիք կար եկեղեցիների հետ հաղորդակցվելու, կարիք կար։ Ես նրանք ասում եմ հատկապես նրանց համար, ովքեր ասում են օնլայն եկեղեցիներ չենք ընդունում, մենք էլ չենք ընդունում, օնլայն եկեղեցի չենք էլ ընդունել ու չենք էլ ընդունում, օնլայն եկեղեցի չկա։ Կան եղբայրներ, քույրեր, որ մեզանից հեռու են ապրում, ամեն։ Ուրեմն սատանայի հետ խայծը կուլ չենք տալիս, որ անվանում են դրել օնլայն եկեղեցի, չունենք այդպիսի եկեղեցի։ Ունենք եղբայրներ, քույրեր, որ մեզանից շատ հեռու են, բայց մեկ սիրտ, մեկ հոգի ենք, մեկ միտք ենք բոլորի հետ։ Փառք Տիրոջ սրա համար։ Որքան են, թե ինչքան չեն, դրանք արդեն ուրիշ հարցեր են։ Այսպիսով սիրելիներ, ես ուզում եմ, որպեսզի անդրադառնանք մի հատ Պողոս Առաքյալի խոսքերին, 2 Կորինթացիս 11-ը լսենք։ 2 Կորինթացիս 11։ Իհարկե, ամեն ինչ որ մենք ասում ենք ժամանակավոր է, եւ կգա մի ժամանակ էլ, որ այս հնարավորություններն էլ կանցնեն արդեն ցեներ։ Բայց քանի դեռ այսօր մենք կարող ենք ի նպաստ ավետարանչության գործել, պիտի գործենք։ Առաքյալն ասում է 2 Կորինթացիս 11-ը պիտի կարդամ։ 2 Կորինթացիս 11 Եվ իմիջիալոց, Առաքյալը, եթե հիշում եք հին ուխտին շատ հաճախ անդրադառնալով, երբ որ գալիս է նոր ուխտի կարգավիճակը, ապրելը, բարոյականության չափորոշիչները եւ այլն, շատ ավելի է բարձրացնում հնի համեմատ, ճիշտ է։ Եվ դուք պատկերացրեք իր շնորհքի վարդապետությունը ինչքան էր սրերով դիմավորվում օրենքի վարդապետների կողմից։ Հեշտ չի եղել Կոպիտ ասած, նոր ամուսությունները միշտ մարդկանց համոզել, որ գիտես ինչ, քոնը մի կողմ դիր, սա է ճիշտը։ 2 Կորինթացիս 11 Բայց ես ինքս, Պողոսս, աղաչում եմ ձեզ Քրիստոսի հեզությունով ու հանդարտությունով, որ խոնար եմ երես առ երես ձեր միջումը լինելիս, իսկ հերվից համարձակ եմ դեպի ձեզ։ Առաքյալը Այն որ մոտիկից իրանց մեջ էր ու հետո ինքը թողեց հեռացավ, ինքը չի դրանով ավարտում իր գործը։ Այլ շարունակում է, որ հերվից էլ ինքը շարունակում է ուշադիր է ինքը։ Աղաչում եմ, որ չլինի թե մոտից էլ այն վստահությունով համարձակ լինեմ, որ համարում եմ հանդգնել մի քանիսի դեմ, որ մեզ համար կարծում են, թե մամնավորապես ենք վարվում։ Այստեղ Առաքյալը ուզում ասեմ, մոտիկ հեռու լինելը իմ համար խնդիր չի, ով ոք ապաշխարի, դարձի արի, եթե չէ, կապ չունի, իմ խոսքը հասնում է Հիսուսին, ես ասում եմ ինքը անելու է, ոնց եք սա ընդունում, հասկանալի է, չէ իմ միտքս ինչա, Պողոսը այդ եկեղեցիների մեջ ակտիվ գործունեություն է ծավալում անգամ, եթե նրանց մեջ չի, այսպիսի եկեղեցի է Տերը ստեղծել, 13:2 2 Կորինթացիս Առաջուց ասեցի եւ առաջ էլ ասում եմ, այն առաջուցի կարդացին քիչ առաջ։ Լսեցիք, չէ՞ ինչ էր ասում։ Ամեն բան կհաստատվի, առաջուց ասեցի եւ առաջ էլ ասում եմ, իբրև մոտ լինող երկրորդ անգամ։ Եվ հիմա հերվանց գրում եմ այն առաջուց մեր գործածներին եւ ամեն ուրիշներին, որ եթե դարձյալ գամ չեմ խնայել։ Սեներ, այո, այսպիսին է Առաքյալը։ Հերուն եւ մոտը իր համար խնդիր չէ։ Եվ ես վերջի համարը, որ այսօրվա պաշտամունքի մեջ ուզում եմ հնչեցնել, Պողոս Առաքյալը, որ ներկայացնում է եկեղեցին որպես կոմպակտ Քրիստոսի մարմին, նրա ոսկորներից, նրա ինչպես որ կարդում ենք, չէ։ Հիմա մենք Փիլիպեցից 1:27-ն ենք կարդում, որը ֆետիշացվել է հոգեգալստական եկեղեցու կողմից, եւ ես ուզում եմ, որ սա էլ մենք վերջ-վերջո հասկանանք, որ
իրապես այս թույր կարծիքից էլ կամ մոլորությունից էլ մենք հեռու լինենք եւ հասկացած լինենք մի խորը բան, որ ավետարանից դուրս եղած ընկալում եկեղեցու կամ Քրիստոսի ուսմունքի վերաբերյալ պիտի չունենանք։ Փիլիպեցից 1:27 1:27 Փիլիպեցից միայն թե Քրիստոսի ավետարանին վայելող կերպով գնացեք, որ թե գամ եւ տեսնեմ ձեզ եւ թե հեռու լինեմ եւ լսեմ ձեր մասին, որ հաստատ եք մեկ հոգով եւ մեկ շնչով պատերազմիկ ավետարանի հավատքի համար։ Հասկանում եք, չէ՞ ինչ էր ասում Պողոսը։ Հեռու լինեմ թե մոտ, իմանամ, որ մեկ շնչով, մեկ հոգով, որևէ տարաձայնություն չկա, վարդապետությունը տարբեր չեն, ամենը ուղիղ է, պատերազմում եք ավետարանի հավատքի, բայց Պողոսը ավետարանի հավատքի քրիստոնյա չէր։ Ընդամենը քրիստոնյա է։ Ամեն։ Չի կարելի այս համարից վերցնել եւ ասել սա էլ մեր եկեղեցու անունն է։ Աստվածօրհնի գիտեմ, որ շատերի համար սա անկալելի չի, բայց մենք հակված ենք այսպես հասկանալու, այսպես ենք ընկալում։ Տերը օրհնի, որպեսզի այսօրվա խոսքը, որը հնչեց, ով անհատ, դու հասարակայնության, հանրության կարծիքներով չապրես, քո ուղեցույցը լինի Աստծո խոսքը եւ Սուրբ Հոգին, եւ ոչ էլ այլ շարժառիթներով կամ շահով եւ այլնով դրդված դու հետևես Տեր Հիսուս Քրիստոսի։ Վերջում եկեք նորից աղոթքով գանք Տիրոջ առաջ, փառք տանք Տիրոջ այսօրվա համար, գիտեմ մի քիչ երկար էր, բայց այնուամենայնիվ ցանկացա այս ամենի մասին խոսել, բարձրաձայնել, որպեսզի մենք առավել եւս հասկանանք, թե որտեղ ենք գտնվում եւ այն եկեղեցին, որում այսօր Աստված քեզ կանչել է ու դրել է, քեզանից շատ ավելի ակնկալիքներ ունի։ Ինքը դեռ քեզ հետ շփվելու, հաղորդակցվելու, միջև քո կյանքի վերջը քեզ աճեցնելու գործ ունի։ Թող Տերը փառավորվի, ամեն։